Ուժեղ քյաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասեմ, բայց ձեթոտ պերաշկի ավտոբուսում օրինակ շատ հավանական կարող է տենց մի բան լինի։ Հա մենք մեր դարդը չենք լացում, մենք ընտրությունների դարդն ենք ուզում հոգալ, որովհետև մեկ էլ հանկարծ պատահաբար որոշում կայացվեց։ Բայց խոսքը բովանդակության մասին, երևի կանդրադառնամ մեր բովանդակային քննարկումը սկսի։ Մենք դեռ խոսում ենք հրատապության մասին։ Այսինքն եթե ուժեղ քյաբաբ կամ ձեթոտ պերաշկի այդքան զազելի է հնչում, ձեթոտ պերաշկին, որ հատկապես զզվելի է հնչում, այդ դեպքում պետք է դա շուտ բերել։ Ոչ թե նրանից հետո սկսեցին ձեթոտ պերաշկի ուտել ավտոբուսի մեջ առանց անձեռոցիկի։ Լավ, այսինքն ակնհայտ է, չէ՞ որ հենց ինչ-որ մի բան առաջացավ, որոշեցիք փագե այդ տարբերակը։ Խոսքը դրան է վերաբերում, ոչ թե որովհետև մեկը քյաբաբ չի ուտում, մյուսի համար էլ ձեթոտ պերաշկին է տաճ։ Բայց Տիկին Վարդանյան, այո, սա փնթի, խայտառակ, զզվելի աշխատավոճ է, ոչ պրոֆեսիոնալ կառավարության կողմից։ Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, կառավարությունը հարցման ձևով քվեարկության տարբերակ ունի։ Դե որ նախարարությունը այս բանաձևը կառավարության որոշման նախագիծ ունի, թող դնի հարցման ձևով շրջանառի, դրական պատասխանը ստանա գա ազգային ժողովն է պերմանենտ կաշխատի։ Թող տես լինի, դուք դա եք առաջարկում, ասում եք 21 թե 22 թվականին բարձրացրեցինք, հիմա հետ ենք բերում, այո, մենք երբ Հայաստան դաշինքի պրեզենտացիան էինք անում, Սևակ Խաչատրյանը դրա մասին հատկապես նշեց, որ ջերմոցների համար շինթույլտվության գումարը սարսափելի թանկ է, սարսափելի բարձր է, լավ է որ կառավարությունը հասկացավ, ընդունեց այդ քննադատությունը, բայց վատ է որ այսքան ձգեց, որովհետև Սևակ Խաչատրյանը դրա մասին խոսած մարտի 16-ին, մարտի 17-ին ասա շուրջ արդեն աշխատանքները պետք է լինեին, որ նախորդ քարորիային սա ընդունվեր, մին են գա փոխեք իմ խոսքերը։